նախագահ, այս գործի առնչությամբ ունեք դիտարկումներ, երկրորդ շնչառություն են տվել, ինչու։ Ինչ ասեմ։ Դժվարանում ասել։ Ինձ համար ինչ տարբերություն, մեկն է, երկուսն է, թե չորսն է, չորսն էլ կա, էլի։ Պարոն նախագահ, հիմա որ Դավիթ Համբարձումյանին արդեն ձերբակալեցին, կալանավորեցին, ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը։ Հնարավոր է, որ տապալվի կամ նոր թեկնածու առաջադրեք ձեր պլանների մասին։ Ոչ, որովհետև դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավարությունը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները ողջարկելու են եւ այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են, այնպես որ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմպիչմենտի գործով որպես վարչապետի թեկնածու։ Պարոն Սարգսյան, դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանին այդ գործընթացի պատճառով կալանավորեցին քաղաքական պատճառներով։ Ոչ միայն այդ գործընթացի, երկիր կորոշման փոփոխություն։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր Սարգսյանում իրավական հարցերով զբաղվողներին խնդրել տեսնել, արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառել է, դեռևս ինձ պատասխան չեն տվել, որ կիրառվել է թե չէ, շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել, այն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա։ Պարոն Սարգսյան, ընտրություններին ամիսներ է ամրացել ընդամենը, մի քիչ կպատմեք ձեր պլանների մասին, օրինակ դաշինքներ, չգիտեմ, ինչ տարբերակներ եք մտածում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կուղարկեք, օրինակ, ինչ ռեալ գործընթացներ կան, օրինակ, ինչ պլաններ կան։ Մենք այլ պլան չունենք, քան իմպիչմենտի գործընթաց առաջ տանելը։ Եթե ուրիշները այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն, մենք հաջողել դա կլսենք։ Ինչ եք ասում։ Պարոն Սարգսյան, գնալով վիճակը երկրի կարծես վատանում է, եկեղեցու դեմ արշավել, կալանավորներ, քաղաքական հետապնդումներ, այսպես քրեականի տակ։ Այս ամենում դուք ձեզ երբ որ մնում եք մեղավորության զգացում ունենաք։ Եթե նույնիսկ այս փոքր խմբում մեկը կա, որ կասի երբեք ինքը մեղավոր չի եղել։ Եթե 18-ի իրադարձությունների շատ լավ։ Այս գործով արդարացած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց եւ նա հեռացվեց դատական համակարգից։ Մտավախություն չունեք, որ եթե ձեզ մյուս դատավորներն էլ արդարացնեն նույն ճակատագրին կարողանան։ Բայց ինչ կարող եմ այդպես անել։ Դատավորները իրենք են որոշում արդարադատություն ապահովել, թե անձնական անվտանգություն։ Հովանավանքում տեղի ունեցածին ինչպես է վերաբերում։ Չեմ էլ ուզում այդ հայտարարության արձագանքը։ Բայց նորից է գնալու, պարոն նախագահ։